ոչ տոհմիկներին, արհամարվածներին և ոչինչներին ընտրեց, որպեսզի իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի, որպեսզի ոչ մի մարդկային էակ չպարծենա Աստծու առաջ, որովհետև նրանով դուք կաք Քրիստոս Հիսուսի մեջ։ Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, այսօր մեր հայրերը մեզ փոխանցում են Մատթեոսի 18-րդ գլխում արձանագրված մոլորյալ ոչխարի պատմությունը։ Եվ Տերը կորուսյալ այդ ոչխարի պատմությունը պատմում է մի միջավայրում, ուր նրան շրջապատել էին փարիսեցիները, սադուկեցիները, ու նրա կողքին գտնվում էին մաքսավորները և մեղավորները, և երբ փարիսեցիները Քրիստոսին ասում են, ինչպես ես մեղավորների հետ սեղան նստում և մաքսավորների, որ համարվում էին հասարակության ամենաստորին աստիճանի վրա գտնվողները, նրանց հետ առնչվում և նրանց հետ խոսում։ Եվ Տերը խոսում է գայթակղության մասին, Տերը խոսում է փոքրիկներին նեղացնելու մասին, փոքրիկներին արհամարելու և անտեսելու մասին, և զգուշացնում է նրանց ասելով, զգույշ եղեք, որ այս փոքրիկներից մեկին չարհամարեք, ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն իմ հոր, որ երկնքում է, որովհետև մարդու որդին եկավ փրկելու կորածը։ Եվ ճիշտ այս խոսքերից հետո Տերը նրանց ներկայացնում է կորուսյալ այս ոչխարի պատմությունը, ասելով, որ ձեզ ինչպես է թվում, եթե մի մարդ 100 ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, 99 ոչխարը լեռան վրա չի թողնի ու գնա որոնելու մոլորվածին։ Եվ եթե պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե նրա վրա ավելի կուրախանա, քան 99-ի վրա, որ մոլորված չեն։ Այդպես իմ երկնավոր հոր կամքը չէ, որ այս փոքրիկներից մեկը կորչի։ Սիրելիներ, Տերը խոսում էր մի միջավայրում, որտեղ որ ոչխարաբուծությունը տարածված էր։ Եվ բնականաբար մարդիկ, որ ամենօրյա իրենց կենցաղավարության հետ առնչվում են այս կենդանիներին, հովվի հետ ամեն օր ուղարկում են իրենց ոչխարներին սարերը, որպեսզի արածեն և նորից վերադառնան երեկոյան իրենց մոտ, այս մարդիկ լավ պատկերացնում էին այդ դրվագները, այդ պատկերները նրանց համար հոգեարազատ էին, որովհետև իրենք էլ առիթ ունեցել են կորցնելու իրենց ունեցվածքից, իրենց ոչխարներից։ Եվ Տերը հասկանալի, ըմբռնելի լեզվով նրանց պատմում է, ասում է, արդյոք այդ մարդը, որ կորցրել է, այդ հովիվը, որ կորցրել է 100 ոչխարից մի ոչխարին, չի թողնի այդ 99-ին և գնա այդ մեկին որոնելու։ Եվ ասում է, եթե գտնի, որքան մեծ պիտի լինի նրա ուրախությունը, կդնի ուսերի վրա, կվերադառնա, կկանչի բոլոր բարեկամներին, ընկերներին, մտերիմներին և ասում է, նրանց այդ ուրախությունը կծանուցի, որ գտավ իր մոլորյալ ոչխարին։ Այս պատկերը շատ հոգեարազատ էր յուրաքանչյուր պաղեստինցու, նաև յուրաքանչյուր իսրայելցու, որովհետև նրանք ամեն օր այդ պատկերը տեսնում էին իրենց աչքի առջև։ Եվ ընդունված էր, որ 100 ոչխարներից կազմած հոտեր էին ուղարկում դեպի լեռներ, և ամեն երեկո, երբ հոտը վերադառնում էր իր ապաստարանը կամ իր փարախը, հովիվը պարտավոր էր հատ առ հատ հաշվել բոլոր ոչխարներին։ Եվ եթե ոչխարները չկային, պակասում էին, ապա նա պարտականություն ուներ գնալու այդ ոչխարների ետևից և փնտրելու նրանց, որպեսզի եթե անվնաս դեռ մնացել են դաշտում, երբ վերադարձնի և միացնի նրանց հոտին։ Օրենք կար,
որ եթե կորել են ոչխարը, մոլորվել են ոչխարը, ապա հովիվը պարտավոր էր գետ վերադարձնել նրա ոսկորները և մորթին, որպեսզի ապացույց լիներ, որ այդ ոչխարը բաժին է դարել գիշատիչներին։ Եվ այսպես Տերը նկարագրում է այս պատմությունը, ներկայացնելով, թե ինչպիսի վերաբերմունք ունի նա յուրաքանչյուր մոլորյալի նկատմամբ, որովհետև այդ կորուսյալ ոչխարը ոչ այլ մեկն է, քան մարդ Արարածը, որ իր կյանքի մեջ մոլորվել է, որ չի գիտենում, թե ինչ է գործում և կամ ինչպիսի ուղղություն է բռնում։ Երբ ոչխարը անջատվում է իր հոտից, ետ է մնում, կորսվում է, նկարագրվում է, որ նա սկսում է բառաչել, որպեսզի ինչ-որ ձևով իր հոտը լսի իր բառաչոցը, հովիվը լսի այդ ձայնը և գա իրեն վերադարձնի հոտի մեջ։ Սակայն այստեղ բարբեցողության երկու կերպ կա։ Այդ բառաչող ոչխարը կամ սկսում է անկանոն կերպով վազել դաշտով, որովհետև չգիտի ուղղությունը, ինչ ուղղություն բռնի, որ կողմ գնա, որտեղ փնտրի իր հոտը, և կամ ասում են սառում կանգնում է իր տեղում, կարծես մեռյալ լինի և չի կարողանում տեղից շարժվել, որովհետև կրկին չգիտի, թե իր ճակատագիրը որն է և ում բաժինն է դառնալու այդ խավարի մեջ։ Եվ Քրիստոս նկարագրում է այն ուրախությունը, նախ այն պարտավորությունը, որով որ հովիվը գնում է փնտրելու իր մոլորյալ ոչխարին, որպեսզի վերադարձնի հոտ, և նաև այն ուրախությունը, որով որ երբ նա գտնում է իր կորուսյալ հոտի անդամին, ինչպիսի ուրախությամբ է համակրում նա, ինչպիսի ցնծությամբ, ոչ թե իր առջև փայտով քշելով այդ ոչխարին բերում միացնում է հոտին, այլ նկարագրում է Ղուկաս ավետարանիչը, որ դնում է իր ուսերի վրա, իր այդ հոգնության մեջ, իր այդ ծանրաբեռնվածության, ամբողջ օրվա իր այդ աշխատանքից հետո, այնուամենայնիվ այնքան մեծ է իր գոհունակության, իր ցնծության, ուրախության զգացումը, որ նորից իր հոտի անդամին վերադարձնում է հոտին։ Եվ ասում է, այդպիսի ուրախություն լինելու է յուրաքանչյուր մեկի համար, որ մոլորվել է, յուրաքանչյուր այն փոքրիկի համար, որը կորսվել է, որը հեռու է մնացել իր հոտից, որովհետև այս աշխարհում ասում է Քրիստոս, գայթակղություններ կան և պիտի լինեն, բայց ասում է, վայ նրանց, ումից կգա գայթակղությունը։ Գայթակղությունները միշտ մեր կյանքում կան, միշտ մենք կանգնում ենք ընտրությունների առջև, որ ուղղությամբ գնալ, որտեղ մնալ, արդյոք մնալ եկեղեցու մեջ և եկեղեցու հետ միասին հաղթահարել մեր հոգու բոլոր ախտերը, բժշկել, մեր նեղությունները փարատել, թե մենք կարող ենք փնտրել մեր հարցերի պատասխանները այլուր, ինչպես որ այդ մոլորյալ ոչխարը գայթակղվել է ինչ-որ մի բույսով, մնացել է որոնչալով և այլևս հոտը անցել է և մնացել է միայնակ։ Միայնակ այդ դաշտի բոլոր տեսակի փորձությունների առջև, բոլոր տեսակի գիշատիչների առջև, որոնք սպասում են, որ իր նման գառները մեկուսի մնան հոտից և նրան անմիջապես հաշվիարդարը տեսնեն, որովհետև ասում է սատանան առյուծի նման այս կողմ և անկողմ է դեգերում մռնչալով, որպեսզի գտնի իր զոհին։ Այնպես և յուրաքանչյուր կորուսյալի պարագային սիրելիներ, նրանց փնտրողներ կար, երբ մենք մեր հոտից անջատվում ենք գայթակղությունների տրվելով, հեռվանալով եկեղեցուց, մեր ընտանիքից, մեր արժեհամակարգից, երբ մենք տկարանում ենք կատարել մեզ տրված մեր բարի հովի պատվիրանները, որպեսզի մնանք այդ ամբողջության մեջ, որովհետև միայնակ մնացած ոչխարը երբեք չի կարողանում պաշտպանվել։ Գնացեք և հարցրեք հովիվներին,
Ոչխարը իր կենսավարությամբ հավաքականության անդամ է։ Նա առանձնաբար երբեք չի կարողանում մաքարել իր կյանքի պաշտպանության համար։ Երբ նրանք ամբողջական մի հոտ են, այդ հոտով նրանք կարողանում են պաշտպանվել գայլերից։ Սակայն երբ առանձին է մնում, նա այլևս անկարող է դառնում պաշտպանել իրեն։ Այնպես եւ մենք, երբ հայտնվում ենք մեղքերի մեջ եւ բոլորին մեր կողքից անտեսում ենք, վանում ենք մի կողմ, մենք անպաշտպան ենք մնում։ Անպաշտպան մեղքերի առջև, գայթակղությունների առջև, փորձությունների առջև, դժվարությունների առջև, մեր ցանկությունների ու կրքերի առջև։ Բայց այդ ժամանակ եւ այդքանով հանդերձ է մեր բարի հովիվը դուրս է գալիս մեզ փնտրելով, որովհետև մեր հովիվը երբեք իր ձեռքերից չի թողնում նրանց, ովքեր որ այդ գառների նման են։ Երբ մենք տեսնում ենք մարդու, ով սխալվում է իր իսկ խելքի պատճառով, երբեմն նրանք համեմատում ենք այդ ոչխարների հետ։ Եվ մեր ժողովրդի մեջ այդ խոսքը տարածված խոսք է։ Ձեզանից շատերն են օգտագործում այդ արտահայտությունը, երբ փորձում են հանդիմանել մեղք գործածին եւ կամ փորձության մեջ հայտնվածին, որ կարող է խուսափել այդ իրավիճակից, սակայն իր խելքի պատճառով հայտնվել է այդտեղ։ Բայց հովիվը միշտ գնում է, հակառակ որ գիտի, որ այդ կենդանի խելք չունի, հակառակ գիտի, որ այդ մարդը միշտ ենթակա է այդ գայթակղություններին, գիտի, որ այդ մարդը ի վերջո երես է դարձրել իրենից, չի կատարել իր պատվիրանները, չի հետևել նրան, բայց այնուամենայնիվ Տերը միշտ կանչում է։ Տերը դուրս է գալիս բոլոր տեսակի դժվարությունների դաշտ եւ կանչում է իր մոլորյալին, հետ է հրավիրում իր հոտի մեջ, իր գրկի մեջ, իր ընտանիքի մեջ, որովհետև միմիայն այդտեղ է ապահովությունը մեր կյանքի։ Միմիայն այդտեղ է, որ մենք մեր հոգևոր կյանքով անխոցելի ենք, ինչպես որ անխոցելի է դառնում այդ ոչխարը, որ վերադառնում է Տիրոջ ուսերին բազմած իր հարազատ հոտի մեջ։ Եվ Տերը այս պատկերը տալիս է, որպեսզի մենք միշտ գիտակցենք, որ Տերը մեզ կանչում է, որ Տերը մեր նեղությունների մեջ մեզ փնտրում է, որ Տերը մեր դժվարությունների մեջ գալիս է իր ձեռքը պարզելու դեպի մեզ եւ իր գիրկն առնելու մեզ, որ մեր Տերը երբեք չի երկմտում ասելով, որ 99 այլ ոչխարներ ունեն իմ փարախում, 99 արդարներ ունեն իմ երկնքում, գնան փնտրեմ մարմին առնելով այդ իմ ստեղծած աշխարհում մոլորյալ մարդ Արարածին, գնան նրա մարդկային էությունը բժշկելու եւ գարմանելու, որպեսզի կարողանա ի վերջո վերադառնալ իր հարազատ օջախ, որ երկնքի արդարությունն է եւ Աստուծո տունը։ Սակայն այս ամենով հանդերձ սիրելիներ, մեզ համար մեր կյանքը հարաբերություններ է ենթադրում, որովհետև այդ հարաբերություններից է կազմված։ Դրանք հարաբերություններ են մեր եւ Աստծո միջեւ, դրանք հարաբերություններ են մեր եւ մեր նմանների միջեւ, մեր հարազատների, մեզ անծանոթ անձանց, եւ այդ հարաբերություններով է կառուցվում մեր կյանքի ընթացքը։ Երբեք չենք կարող խուսափել այդ հարաբերություններից։ Այո, կարող եք մեկին մերժել, մյուսին անտեսել, մյուսի հետ խզել ձեր կապերը, հարաբերությունները, բայց դա չի նշանակում, որ իրենք գոյություն չունեն։ Եվ այս առակով Տերը գալիս է մեզ սովորեցնելու նաև այդ հարաբերությունների մասին, թե ինչպես մենք պետք է մեր կյանքում հարաբերվենք Աստծո հետ, մեր նմանների հետ։ Ինչպես քիչ առաջ ասացի, Աստված միշտ ձեզ փնտրում է, եւ դուք այդ վստահությամբ պիտի ապրեք ձեր կյանքը, որովհետեւ Քրիստոս երբեք մեզ չի լքում, հակառակ որևէ տեսակի գայթակղության եւ փորձության։
Քրիստոս միշտ մեր կողքին է, Քրիստոս միշտ մեզ բարձրացնում է, որպեսզի մենք կարողանանք մեր հասակից ավելի տեսնել բաղձալի հորիզոնը փրկության եւ կարողանանք երբ Տերը մեզ վերստին, մաքրված, զորացած, ամրացած տնի իր ստեղծած հողի վրա մենք կրկին քայլենք դեպի այդ փրկության արահետները։ Սակայն Տերը սովորեցնում էր նաև այս փարիսեցիներին, ասելով, որ ես չեկա միայն այդ արդարներին խնամելու, այդ 99 ոչխարներին, որոնց որ հանձնեցի իմ օգնականներին փարախի մեջ, որպեսզի հսկեն, եւ ես հակառակ այս փոթորկի, հակառակ այս ամերի քամու գնամ եւ փնտրեմ մորորյալ այդ ոչխարին։ Նա ասում է, որ ես եկա մարմին առա, մարդացա, որպեսզի գամ եւ սեղան նստեմ այս մեղավորների հետ, այս մաքսավորների հետ լինեմ, որովհետեւ ասում է, երկնավորի կամքն է, որ ինչպես այդ մոլորյալ ոչխարը փրկվեց, այնպես եւ փրկվի այս մոլորյալներից յուրաքանչյուրը։ Ճիշտ է, նույն այս պատմության մեջ, երբ փորձում եք մի քանի տեղի հետ գնալ, տեսնում եք, որ Քրիստոս նաև մանուկների մասին է խոսում եւ մանկանը կանգնեցնելով այդ մեղավոր մարդկանց մեջ կոչ է անում նմանվելու այդ մանկանը։ Քիչ հետո խոսում է փոքրիկների մասին։ Սակայն այդ մանուկը եւ այդ փոքրիկը, սիրելիներ, դրանք մեղավոր մարդիկ են։ Եվ ինչու է այդ արտահայտությունը թույլ տալիս, որովհետև ամեն մարդ, ասում է, հպարտանում է Աստուծո առջև եւ ինքն իրեն մեծ է համարում Աստուծո առջև իր ձեռքբերումներով, իր կատարած արարքներով։ Եվ երբ Տերը ասում է, զգույշ եղեք, որ այս փոքրիկներից մեկին չար համարեք, որովհետև նրանց հրեշտակը երկնքում տեսնում է Աստուծո դեմքը, նա նկատի ունի, որ դուք իրավունք չունեք, անգամ եթե դուք սրբության մեջ եք, անգամ եթե դուք արդարության մեջ եք ապրում, անգամ եթե ձեր կյանքը լիացնում են Աստուծո պատվիրանները եւ Աստված բարեգութ է ձեր նկատմամբ, դուք սիրելիներ իրավունք չունեք արհամարելու մեկին, որ մոլորյալ է, արհամարելու մեկին, ում դուք փոքր եք նկատում, որովհետև ինքներդ ձեզ համարում եք մեծ Աստուծո առջև, հպարտանում եք, որ դուք ունեք մեծ ձեռքբերումներ ձեր կյանքում, եւ չեք անդրադառնում, որ այդ ամենը, ինչպես ասում է առաքյալը Կորինթացիներին ուղված իր առաջին համակի հենց առաջին գլխում, որ չպետք է պարծենաք Աստուծո առջև, որովհետև նրանով դուք կաք Քրիստոս Հիսուսի մեջ։ Տերը ասում է, որ այն ինչ որ դուք ունեք, սիրելի փարիսեցիներ, սադուկեցիներ, սիրելի 21-րդ դարի մարդիկ, սիրելի հայորդիներ, այն ինչի որ դուք հասել եք, դա ձեր արժանիքը չէ, այլ Աստծո շնորհն է, որ դուք կարողանաք այդ ամենը ունենաք եւ ճիշտ գործադրեք։ Եթե դա ունեցվածք է, կարողանաք այն ճիշտ նորինեք։ Եթե դրանք ձեր շնորհներն են հոգու եւ կան ձերքի հմտությունները, կարողանաք ճիշտ գործածեք, որպեսզի ձեր կյանքի պատճառով որևէ մեկը չհայտնվի արհամարանքի մեջ, որևէ մեկը թիրախը չդառնա ձեր հպարտության եւ ձեր մեծամտության, որովհետեւ դուք կաք Քրիստոս Հիսուսի մեջ եւ չեք կարող պարծենալ Աստուծո առջև։ Եվ առաքյալը շարունակելով այս ամենը մեզ ասում է, հենց այդ պատճառով Աստված չընտրեց իր առաքելության համար, իրեն համար, իբրև օգնականներ, իբրև խոսնակներ, իբրև առաքյալներ, չընտրեց մեծատոհմիկներին, չընտրեց ազնվականներին, չընտրեց մեծահարուստներին, այլ ընտրեց մտքով տկարներին, ընտրեց նրանց, ովքեր որ ունեցված չունեին, աղքատ էին, ովքեր կարող էին դառնալ նաև հոգով աղքատ,
ընտրեց նրանք, ովքեր որ տկար էին, բոլոր այդ հզորների արջքի առջև, որպեսզի ասում է, ըստ մարմնի ոչ շատ իմաստուններ, ոչ շատ հզորներ եւ ոչ շատ ազնվականներ, նրանք կանչվեցին եւ Աստված ընտրեց այս աշխարհի հիմարներին, որպեսզի ամաչեցնի իմաստուններին, այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին, այս աշխարհի ոչ տոհմիկներին, արհամարվածներին եւ ոչինչներին ընտրեց Տերը, որպեսզի իրենց ոչ մի բան կարծողներին ոչնչի վերածի։ Սիրելիներ, մենք կոչված ենք ապրելու մեր կյանքը այս տրամաբանության մեջ, որովհետև եթե անգամ մենք Աստծուց հեռանում ենք, Աստված մեզ վերադարձնում է նորից մեր առաքելության, որպեսզի մենք ապրենք Հիսուս Քրիստոսով, որպեսզի մենք մեր մեջ ունենանք մեր բարի հովին, ով պատրաստ է յուրաքանչյուրի հետ մարտի բռնվել հանուն մեր փրկության։ Եթե այդ կորուսյալ ոչխարը արժեք ունի հովի համար, ապա ասում է ինչպիսի արժեք ունեք դուք երկնավոր Տիրոջ առջև, որի համար կարգված են նաև յուրաքանչյուրի պահապան հրեշտակներ, որպեսզի նրանք այնտեղ վերևում նաև հաշվետու լինեն երկնավորին իրենց քայլերի համար, թե ինչպես են իրենք էլ իրենց հերթին պաշտպանել ձեզ։ Զրուցեցեք ձեր հրեշտակների հետ, մի ամաչեցրեք նրանց երկնավորի առջև, որովհետև ինչպես ասում են մեր հայրերը, եթե մեղավոր մարդու հրեշտակը կանգնում է երկնքում Տիրոջ առջև, ապա ասում է չի կարողանում մյուս հրեշտակների նման նայել Տիրոջ դեմքին, որովհետև ամաչում է իր խնամքի ներքո գտնվողի ընթացքից։ Մենք կոչված ենք սիրելիներ այս պատգամներով ապրել մեր կյանքի ընթացքը։ Եվ եթե մեր հովիվը Հիսուս Քրիստոսն է, եթե մեր առաջնորդը Հիսուս Քրիստոսն է, միածին որդին, ով եկավ մեր այս մարդկային բնությունը մաքրելու բոլոր տեսակի աղտեղություններից, ապա մենք հավատանք, որ նա է մեզ համար միակ իմաստությունը, որովհետև ինչպես ասում է Սողոմոն իմաստությունը շինեց իր տունը։ Լինենք այդ տունը, որը որ կառուցում է իմաստությունը, լինենք այն զորությունը, որը Տերը բաց է թողնում այս աշխարհ վկայելու Աստուծո խոսքը, Աստուծո փառքը հավելելու։ Լինենք նաև սիրելիներ, մենք այն ազնվականությունը, որը գալիս է իբրև մաքրիչ միջոց ախտահանելու այս աշխարհը։ Լինենք ազնիվ եւ մաքուր Աստուծո առջև, որովհետեւ մենք գիտենք, որ Աստված մեզ համար ճշմարտապես երկնքից իջած դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն։ Չկա մեր մեջ գետ մեկը, որ կմերժի իր կյանքից աստվածային իմաստությունը։ Չկա մեզանում որևէ մեկը, որ կարող է կասկածի գնահատակ դնել Աստուծո արդարությունը։ Չկա մեր շարքերում մեկը, որը չի փափագում իր ողջ սրտով եւ հոգով մասնիկ ունենալ Աստուծո սրբության։ Եվ վստահաբար չկա այստեղ հավաքածների մեջ եւ որևէ մարդ արարած, որ չի ցանկանա ունենալ Աստուծո պարգևած փրկությունը։ Եթե կամենում եք, եթե ցանկանում եք, եթե փախչում եք, ապա ապրեցեք համապատասխանաբար ձեր հոտի մեջ, ապրեցեք Աստուծո տան մեջ եւ այդ ժամանակ Աստուծո պատասպարանը, Աստծո ամրոցը այնքան զորեղ է, այնքան անբեկանելի, որ պիտի ձեզ պաշտպանի բոլոր տեսակի փորձություններից, ահաբեկումներից, սրտնեղումներից, մեղքերից, գայթակղություններից եւ ալեկոծություններից։ Եվ այդ ժամանակ դուք անգամ եթե սայթակեք, անգամ եթե մոլորվեք, անգամ եթե դժվարանակ գտնեք ձեր ետդարձի ճանապարհը,
ապա այդ գառան պես կանգնեք ձեր տեղում եւ հայցեցեք, կանչեցեք ձեր բարի հովին, որը երբեք չի ուշանա փրկելու իր կորուսյալ ոչխարին։ Իրոք շնորհը, սերը եւ խաղաղությունը թող ամենքիս հետ լինեն այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։